Բարի ողջույններ, իմ շատ սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը եւ այս տեսախցիկի ետևում, ոչ թե խցիկում, գտնվող մեր բարի ժամապահ Քերին։ Քերին այսօր շատ բարի է, մեզ երկար ժամանակ կտա, որպեսզի մենք միասին սիրելի փոքրիկներ նկարենք մի նոր մուլտիպլիկացիոն կերպար։ Բայց մինչ այդ մեր նամակների սենյակից ես մի ծրար եմ ընտրել։ Երևան, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հայրիկ Մուրադյանի անվան փողոց 42/2, բնակարան 31 Գրիգորյան Աշոտ, երևի սա Հայրիկն է։ Այն նամակից պարզ կդառնա, թե փոքրիկը ով է։ Ուշադրություն, ընթերցում եմ։ Շատ լավ է, որ դուք ձեր ձեռագրով գրում եք. Սիրելի Քերի Մուլտիկնիկ, ես Վիկտորիան եմ, 9 տարեկան։ Ես սովորում եմ 4-րդ դասարանում։ Շատ եմ սիրում նայել ձեր հաղորդումները, ու ասեմ, որ ես շատ եմ սիրում կատուներին եւ ձեզ համար նկարել եմ մի կատու։ Շատ լավ կլիներ Վիկտորիա ջան, որ նկարեիր նկարչական թղթիկի վրա, որովհետեւ շատ լավ է ստացվել քո կատուն։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ, մեր փոքրիկ նկարիչ Վիկտորիան ինձ հուշեց, թե նրա համար եւ ձեզ համար այսօր մենք ինչ ենք նկարելու, Քերին ինչ է սովորեցնելու նկարել։ Ուզում եմ կատու նկարենք, հետաքրքիր մուլտիպլիկացիոն մի փիսիկ նկարենք։ Դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, սև կախարդական մատիտը, ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Նկարում ենք կատու։ Ամենակարևորը սիրելի փոքրիկ բարեկամներ, ես ձեզ շատ դյուրին, այսինքն շատ հեշտ ձևով եմ սովորեցնելու նկարել մեր այսօրվա մուլտիպլիկացիոն կատուն։ Պատրաստ եք։ Քերին էլ արդեն պատրաստ է։ Տեսեք, ինչ ենք անում։ Նախ եւ առաջ Քերի արդեն կարող ես հանգիստ կանգնել քո տեղում։ Ինչ ենք անում։ Նախ եւ առաջ այսպեսի մի պատկեր ենք նկարում թղթիկի այս մասում։ Գլուխը։ Տեսեք, ես մատիտս փոխեմ։ Հետո այս հաստ մատիտով կընդգծեմ։ Բարակ մատիտով նկարենք։ Այսպեսի մի գլուխ ենք նկարում, ուշադրություն։ Հայելու նման կրկնում ենք աջակողմյան մասում։ Այսպես։ Չենք միացնում գծիկները։ Այստեղ ուշադրություն, այս մասից մի քիչ հեռու գծիկից ականջն ենք նկարում մեր փիսիկի 1, ականջին խորություն եմ տալիս, նույն ձևով կրկնում ենք հայելու նման աջակողմյան մասում։ Այսպես գնացինք։ Հիմա ականջին խորություն տվեցինք, այստեղ էլ կլորիկով միացրինք։ Ստացվեց, եթե ստացվեց դա արդեն շատ լավ է իմ սիրելի փոքրիկ բարեկամներ։ Հիմա այստեղից սուր անկյունով մի պատկեր եմ նկարելու։ Սա կրծքավանդակն է, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Նկարում ենք կրծքավանդակն ու ձախ ոտքը, այսպես։ Տեսեք, ոնց եմ առանձնացնում ոտքը։ Թաթիկները, կորգծիկներով առանձնացնում եմ։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ նկարելու եմ դիմացի աջ ոտքը, այստեղից։ Էլի մատիկները առանձնացրի, հիմա համարյա թե աջ ուսը կերևա իմ փոքրիկ բարեկամներ եւ մեջքից մի կտոր, այսպես, կլորիկով միացրինք ոտքին, փորիկը, այստեղ ձախ ոտքը ետևին մի փոքր կերևա, փիսիկի պոչիկը, հիմա իմ լավ բարեկամներ նկարելու եմ մեր փիսիկի մռութիկը, աչքերը, քիթիկը եւ բերանիկը։ Պատրաստ եք, այստեղ կենտրոնում քիթիկ, եռանկյունի սուրանկյունը ներքև, դունչիկը աջ եւ ձախ կբաժանենք 1, 2, շատ լավ է։ Ստացվեց ձեզ մոտ, եթե ստացվեց արդեն լավ է։ Այստեղից կոր գծիկով կբարձրանանք վերև, այսպես, կրկնելով դեպի աջ, առանձնացրեցինք, ուզում եմ այսպես մեր փիսիկին նկարել հետաքրքիր ձևով, նկարել մեծ աչքը ձախ, իսկ աչքը փակ, կարծես թե աչքով է անում մեզ։ Պատրաստ, այստեղ կլորիկ աչք ենք նկարում։ 8 թվանշանի նման 2 կլորիկ, մեծ եւ փոքր։ Կլորիկները կթողնենք, մնացածը կներկեմ սևով։ Իբրև փայլիկ եմ թողել։ Հասկացաք։
Կլորիկները թողեցինք, շատ լավ է, ձախ աչքը նկարեցինք, իմ փոքրիկ բարեկամներ, հիմա պետք է նկարել աչքը, բայց կարծես թե մեզ աչքով է անում Պիսիկը, այսպես ենք նկարելու, ստացվեց, շատ լավ է, դունչիկի վրա կետիկներ 1, 2, 3, 1, 2, 3, բեղիկները 1, 2, 3, 1, 2, 3, շատ լավ է, ներքևի շրթունքն եմ հիմա առանձնացնելու, Պիսիկը պատրաստ է, ոտքերի տակ ստվեր եմ անելու, այսպես, երևի տանիքում կգտնվի նա, Պիսիկը, այստեղ տեղ կթողնենք, եթե ժամանակը բավականացնի, քանի որ տանիքում է, կնկարենք նաև հեռուստացույցի համար, ալեհավաք, պատրաստ եք, չէ, ինչ ենք անելու իմ փոքրիկ բարեկամներ, լիքը ժամանակ ունենք, ուրեմն ալեհավաքն էլ կնկարենք, այստեղ ալեհավաքի ձողը, Մենք կարծում եմ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, սիրելի փոքրիկներ, մենք մի անգամ Պիսիկ ենք նկարել էլի տանիքում։ Այսպես գծիկներով կառանձնացնենք։ Եթե ժամանակ ունենանք, իմ փոքրիկ բարեկամներ, նաև ձեզ հետ միասին հեռվում շենքեր կնկարենք քաղաքի շենքերից։ Ալեհավաքը նկարենք, թիթեռնիկի նման այսպես։ Մեկ Սա է երկու։ Եկեք ներկենք Պիսիկին, հետո տանիքը, եթե այն ժամանակը բավականեցնի, մենք անպայման հեռվում գտնվող քաղաքներ կնկարենք։ Ես ուզում եմ Պիսիկին, ինչպես մեր Վիկտորիայի Պիսիկը, որ նկարել է, ներկել նարնջագույն, հետաքրքիր Պիսիկ դարձնելու համար։ Ինչ եմ անելու, իմ փոքրիկ բարեկամներ, ականջի խորքը ավելի մուգ եմ ներկելու, այսպես ընդգծելով, այսպես նարնջագույն եմ ներկում։ Հիմա ձախ ականջը, էլի ընդգծեցի, եթե նկատեցիք։ Ընդգծում եմ, որպեսզի սև գծիկից դուրս չգանք։ Շատ լավ է։ Պոչիկը այսպես շերտիկների կբաժանեմ։ Այսպես, շատ լավ է։ Հիմա կրծքավանդակն ու դունչիկը սպիտակ ենք թողնելու, դրա համար մնացածը ընդգծում եմ նարնջագույն մատիտով, հետո կասեմ, թե ոնց ենք ներկելու։ Թաթիկի ծայրերն էլ սպիտակ կթողնենք։ Այսպես ընդգծում ենք, իմ փոքրիկ բարեկամներ։ Ոտիկներ ետևի։ Հիմա դեմքի այս սրածայր մասը գծիկից վերև էլի ես ընդգծում եմ նարնջագույն, կոպերն եմ ընդգծելու նարնջագույն, մուգ նարնջագույն իհարկե։ Այսպես։ Նախշեր կանենք մեր կատվի վրա, համարյա սուր անկյունով նախշեր են սրանք, ոտիկի վրա կարող ենք անել, իմ փոքրիկ բարեկամներ։ Ճակատային մասում սրածայր նախշեր կանենք, այստեղից կլորացնենք մի փոքր։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ, մեզ օգնության կգա։ Եկեք նարնջագույն մատիտով թույլ երանգով ներկենք, շատ թույլ երանգով, հետո դեղին մատիտով երանգավորենք, այսպես, տեսեք։ Մարմինն էլ, էլի թույլ երանգով։ Եթե նկատում եք, դուք կարող եք երկու մատիտ օգտագործել, մուգ նարնջագույն և բաց նարնջագույն։ Այսպես։ Պոչիկը նույնպես ներկենք մի քիչ։ Հիմա ամենակախարդական դեղին մատիտը մեզ օգնության կգա։ Այսպես երանգավորելու ենք մեր Պիսիկին։ Ավելի գեղեցիկ կլինի, կդառնա շեկո Պիսիկ։ Այսպես նարնջագույն Պիսիկն է սա, մարմինը հիմա կներկենք, դեղինը խառնելով նարնջագույն մատիտին, ավելի գեղեցկանում ձեր հերոսը։ Պոչիկն էլ ներկում ենք, ժամանակը նայում,
հետո կասեմ թե ինչ ենք անելու։ Վարդագույն մատիտը կվերցնեմ, իմ փոքրիկ բարեկամներ։ Գիտեք վարդագույն կներկեմ, այսպես։ Շատ լավ է։ Բերանիկա լեզուն կարմիր։ Ուշադրություն, այսպես։ Նաև, տեսեք, կարմիր մատիտով տանիքը ընդգծելու եմ։ Գծիկները։ Դուք ասեմ թե ոնց ենք ներկելու, էլի ընդգծում ենք թե գծիկները ու զուգահեռ գծիկներով, այսպես, թույլ երանգով, իմ փոքրիկ բարեկամներ, ներկում ենք տանիքի կղմին դռները, նաև սպիտակ թղթիկից առանձնացնում ենք մեր փիսիկին։ Հետո սևով ոտքի տակ գտնվող ստվերները կներկենք։ Այսպես փայլերը կարող են մնալ, սպիտակ մասը կարող եք թողնել։ Տանիքներ ներկեցինք, այսպես։ Հիմա շագանակագույն մատիտով եկեք ներկենք իմ փոքրիկ բարեկամներ։ Ալեհավաքը, ձողը ալեհավաքի, այսպես, ձախակողմյա հատվածն եմ կլորացնում, վերևի հատվածը, թերիկների նման, եթե նկատում եք ամբողջովին ես չեմ ներկում, սպիտակ մասեր եմ թողնում, որպեսզի էլի մեզ օգնության գա դեղին մատիտը։ Տեսեք, երբ այսպես ներկեմ, ձեր ալեհավաքի ձողը կլորանա։ Այսպես ու այսպես։ Ժամանակին կհետևենք, իմ փոքրիկ բարեկամներ, եթե ժամանակ ունեցանք, էլի ինչ-որ բաներ կնկարենք։ Ունենք։ Տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ, ես կվերցնեմ սև մատիտը, հեռվում արդեն, հեռվում, տնակներ կնկարենք, տանիքով տնակներ, և ավելի հեռվում, ես ձեզ սովորեցրել եմ ինչպես նկարել, բարձրարկ շենքեր, բարձրարկ շենքեր ենք նկարելու, այստեղ էլ կարելի է։ Վերջ, հեռվում գտնվող քաղաքն էլ պատրաստ է, ինչ գույնով ենք ներկելու քաղաքը։ Էլի վարդագույնը վերցնեմ, տեսեք, բաց և մուկ մանուշակագույնները կվերցնեմ կամ կարող եք վարդագույնները վերցնել։ Եթե ձեր լույսը աջակողմյա հատվածից է, բարձրակ շենքերի ձախակողմյա պատերը, մուկ, այսպես, մանուշակագույն եմ ներկելու։ Բոլոր ձախակողմյա պատերը, այսպես։ Հիմա մենք Վիկտորիայի փիսիկին ենք նկարում, Վիկտորիան էլ ապրում է քաղաք Երևանում, մեր վարդագույն քաղաքում, դրա համար վարդագույն ենք ներկում կամ մանուշակագույն, այսպես։ Մեր շենքի պատներ էլի ընդգծեմ։ Տեսեք, ես յուղամատիտով եմ նկարում ներկում, իմ փոքրիկ բարեկամներ, երբ որ գծիկից դուրս է գալիս մեր գունավոր մատիտը, արդեն մենք ռետինե ջնջոցով չենք կարող ջնջել և նկարել այնպես, ինչպես հարկն է։ Ես հիմա ընդգծեցի։ Դնում եք մի կողմ, դուք սովորական մատիտով նկարեք, ռետինե ջնջոցով հեշտ կլինի մաքրել։ Ժամանակին հետևում ենք, շատ քիչ ժամանակ է մնացել, թույլ երանգով մյուս պատերն եմ ներկում, սպիտակ թողված հատվածները, այսպես, եթե սպիտակ մասեր են մնում շենքերի վրա, իբրև փայլ կարող եք այն արդարացնել։ Ներկեցինք, ավարտում եմ քերի, քերին ասում է արդեն մոտենում է հաղորդման ավարտը։ Լավ, կապույտ մատիտով էլ մի փոքր երկինք, այսպես, ամպիկներ անեմ, ուր է։ Եվ կարող ենք ասել, որ մեր ամբողջովին նկարը պատրաստ է։ Վիկտորիայի խնդրանքով 9 տարեկան քաղաք Երևանից այսօր, սիրելի փոքրիկներ, մենք ձեզ հետ միասին նկարեցինք փիսիկ, Վիկտորիան նկարել էր
Պիսիկին էլի ներկել էր նարնջագույն, քերի ապա ցուցադրիր։ Ես փորձեցի մեր Վիկտորիայի առաջադրանքը այսպես վերնագրել փոքրիկ Պիսիկը, Վիկտորիայի Պիսիկը, տանիքի վրա։ Ու գեղեցիկ նկաստացեց, ժամանակ քերի, մի փոքր ժամանակ տվեք, ես խոստացա, որ ոտքերի տակ ստվերը սևով կներկենք, այսպես։ Ապրի քերին, որ մեզ երկար ժամանակ է տալիս, այսպես։ Վերջ։ Ավարտեցինք իմ փոքրիկ բարեկամներ, իսկ մեր հաղորդումը մոտեցավ ավարտին։ Ձեր նամակները, ինչպես Վիկտորիան է ուղարկել իր նամակը փոստով, ձեր նկարները, առաջադրանքները սիրելի փոքրիկներ, քերի մուլտիկնիկի հետ հասնելու համար պետք է հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Երբ որ ձեր նամակը հասնի, ես խոստանում եմ անպայման կընթերցեմ, կցուցադրեմ ձեր նկարները, լավագույն առաջադրանքները կկատարեմ, ինչպես Վիկտորիայի առաջադրանքը կատարեցին։ Իսկ հիմա, սիրելի փոքրիկներ, սիրելի մեծեր, ժամանակն է հրաժեշտի։ Մեր ամփոփող հասցեն քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրների 2 կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Ձեզ հրաժեշտ են տալիս ժամապահքերին, մեր Պիսիկը տանիքի վրա եւ մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ քերի մուլտիկնիկը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Աստված ձեզ պահապան։ Այլբուլդը